Զրուցում եմ սահմանադրագետ Գոհար Մելոյանի հետ, այսօր տեղի ունեցավ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստը, որի նպատակը լիցենզիայից զրկելն է Սամվել Կարապետյանին, նաև որպես սեփականատեր, փաստորեն խլել հեծը Սամվել Կարապետյանից, մենք այսօր ականատես ենք լինում այդ գործընթացին, նիստը քիչ առաջ ավարտվեց, դուք ևս ներկա եք, կխնդրեմ ներկայացնեք ձեր տպավորությունները առաջին նիստից։ Շնորհակալ եմ հարցադրման համար, պատահական չի, որ ես այստեղ եմ, հենց ես հետևում եմ գործընթացին ու բավականին երկար ժամանակ է, քանի որ գիտենք, ինչ հունիս ամսվա քաղաքական իրադարձությունները տեղի ունեցան, այնուհետև պարոն Կարապետյանը հակաիրավական եղանակով ազատազրկվեց, այն անմիջապես, բարձր ամյունից գործադիր իշխանության ղեկավարը օրակարգ դարձրեց հեծի ճակերտավոր ազգայնացման գործընթացը, ինձ համար թե որպես առաջին հերթին Հայաստանի Հանրապետության քաղաքացի այս գործընթացը հետաքրքրում, որովհետև մենք գիտակցում ենք, որ հեծը ռազմավարական օբյեկտ է մեր երկրի համար եւ այն դրա ապագա ճակատագիրը բոլորիս է, յուրաքանչյուրիս է առնչվում, բացի այն ես անձնական մասնագիտական հետաքրքրվածություն ունեմ ու ամենակարևորը մենք պետք է հանրային վերահսկողության ինստիտուտը գործարկենք։ Բնականաբար օրենքի շրջանակներում սպասվում էր հանրային ծառայությունների կարգավորող հանձնաժողովի այս նիստը, որը ընդ որում ընդգծեմ, նշանակվել է հենց կրկին հունիս ամսվա հակաիրավական եղանակներով ընդունված երկու օրենքների շրջանակում։ Եթե կհիշեք, Նիկոլ Փաշինյանը ազդակը տվեց ազգայնացման գործընթացի, անմիջապես դրանից հետո մեկ շաբաթ անց քաղաքացիական պայմանագիր խմբակցությունը օրենսդրական նախաձեռնությամբ հանդես եկավ, փոփոխություններ, լրացումներ կատարեցին հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին օրենքում, էներգետիկայի մասին օրենքում, ասեմ ավելին, այդ օրենքները ընդունեցին արագացված եղանակով առանց նորմատիվ իրավական ակտերի մասին օրենքի պահանջները պահպանելու, առանց հասարակական հանրային քննարկումներ, շահագրգիռ մարմինների հետ քննարկումներ կատարելու, ավելին ասեմ, անգամ կառավարությունը սրա հետ կապված արդարադատության նախարարության տեսքով առարկություններ էր ներկայացրել նախագծի հետ կապված, ու դրանք էլ անտեսվեցին, ու այսպես ծայրաստիճան հակաիրավական եղանակով այս լրջագույն օրենսդրական նախաձեռնությունը ընդունվեց ու այս ամենը ինչ տեղի է ունենում լիցենզիայի ժամանակավոր պաշտոնակատարի նշանակումը, լիցենզիայի դադարեցման գործընթացը, այդ նոր օրենքի կարգավորումների արդյունք է։ Հիմա մենք, որ մասնագիտական տեսանկյունից բազմաթիվ հարցադրումներ ունենք այս գործընթացի հետ կապված, առաջին հերթին հանրային ծառայությունների կարգավորող հանձնաժողովը ինքը իր բնույթով ինքնավար մարմին է, ինքը կաշկանդված է անկախության սկզբունքով եւ ինչպես տեսնում ենք քննարկումներից, բավականին միակողմանի այսօրյա ժամանակավոր պաշտոնակատարի հետ սերտ համագործակցություն են իրականացրել։ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի թեկնածուն բավականին հաստատավոր զեկույց ներկայացրեց, ասեմ ավելին, այդ 4 ամիսների արդյունքում է զեկույցը հրապարակվել ու ինչպես կրկին քննարկումներից հասկացանք իրազեկվեցինք, ընդամենը 3 օր առաջ է մյուս կողմը ծանոթացել դրա մասին, դա ընդհանրապես իրավական ողջամտության ու տրամաբանության շրջանակից դուրս է, որովհետև 3 օրը բավարար չէ 171 էջանոց զեկույցին ու դրանից առաջ էլ բավականին հաստափոր մոնիթորինգներին, որոնց մասին կրկին, ՀՑԿ-ի աշխատակիցը խոսեց ու ներկայացրեց, մանրամասն պատրաստվել ու անդրադառնալ։ Բայց կարծես թե ամբողջ փաթեթը չէր տրամադրվել, ես որքան հասկացա, Արամ Օրբելյանը ասեց, որ մենք անգամ չենք հասցրել ամբողջ այդ զեկույցին մանրակրկիտ ծանոթանալ։ Տեսեք ինչ էր տեղի ունեցել ըստ հարցադրումների, փաթեթի մի մասը տրամադրվել է նոյեմբերի 6-ին, այդ մոնիթորինգների մասն է, որոնք ինչպես հասկացա բազմահազարանոց են, իսկ վերջնական զեկույցը ամփոփիչ տրամադրվել է ընդամենը 3 օր առաջ, ընդամենը, երբ որ առնվազն 3 օր առաջվա պահանջ կա, 3 օր առնվազն 3 օր առաջը դա մինիմալ պահանջն է, իրանք օգտվել են, այսինքն մյուս կողմին ծայրաստիճան անհարմար իրավիճակի պայմաններում են դրել ու ծայրաստիճան անհավասար պայմաններում են դրել, կրկին ընդգծում եմ, ինչպես քննարկումներից հասկացանք, ի տարբերություն նախկին սեփականատերերի,
այսօրվա ժամանակով որ պաշտոնատարը ներգրաված է եղել գործի քննությանը, բավական մանրամասների է ծանոթ եղել, անընդմեջ քննարկումների է մասնակցել, դա մեկ։ Երկրորդի, այն հանգամանքը, որ ՀԾԿՀ-ն, այսինքն Հանրային ծառայությունների կարգավորող հանձնաժողովը, այդքան խնդիրներ էր բարձրաձայնում այսօր, դա ես որպես հասարակական կազմակերպություն, որպես հանրային վերահսկողություն իրականացնող մարմին կամ ներկայացուցիչ, հանրության կոպիտ ասած ձայն, լուրջ մտահոգություններ ունեցա։ Դա գնահատական չէ, միայն հեծի սեփականատերերին։ Դա գնահատական է իրենց իսկ աշխատանքին, որովհետև այս տարիների ընթացքում իրենք են պարտավորվածություն կրել այդ ողջ process-ներին հետևելու, իրենք զեկույցներ են տրամադրել, իրենց ամենօրյա առօրեական աշխատանքի մաս է կազմել ու իրենք սերտորեն համագործակցել են։ Այդ մասին վկայում են մի շարք փաստաթղթեր, իրենց պաշտոնական կայքեջը, երկու կողմերի հայտարարությունները եւ այլն։ Այսինքն այդ ինչպես ստացվեց, որ այսքան տարի ամեն ինչ նորմալ էր, մեկը հայտ է գալի, որ այդքան թերացումներ կան, կրկին ընդգծում եմ, այդ ճոխացրած թերացումները, որոնք պարոն Ղազենյանը հնարավորություն ունեցավ գնահատական տալու, դրանց մի մասը ծայրաստիճան անընդունելի որակեց ու հիմնավորեց ինչու են անընդունելի։ Ուրեմն ուղղակի նաև ասեից, որ ինչքան մեղ կա գրանցել եք մեր վրա, ինչա այսինքն արդար չէ եւ փաստեր էլ կային, որոնք իրականությանը չէին համապատասխանում։ Տեսեք, այս հարցին երկու մոտեցում կա, լրիվ ընդունում եմ պարոն Ղազենյանի նկատառումը, որովհետեւ առաջին հերթին, ինչպես ինքը ներկայացրեց, իրենք հնարավորություն չեն ունեցել process-ին մասնակցելու, իրենց դիտարկումները ներկայացնելու, երկրորդ ինքը մի շարք իրավիճակներում ներկայացրեց, որ այդ տվյալները չեն համապատասխանում իրականությանը եւ փաստահեն ներկայացրեց եւ վերջապես երրորդ դիտարկում էլ կարող ենք անել, կրկին ընդգծում եմ, եթե կան այդ աստիճան թերացումներ եւ եթե այդքան ճոխ կարելի է դրանք ներկայացնել, ինչքան դա հեծի աշխատակիցների ու պատասխանատուների թերացումներն են, այնքան էլ նույն հանձնաժողովի աշխատանքի թերացման հետևանք է ու սա լրջագույն ահազանգ է, արդյոք մենք պետք է հանրային վերահսկողության ինստիտուտը բավականին բարձրացնենք հենց այս ինքնավար մարմնի գործունեության նկատմամբ, որովհետև ինքը պատասխանատու է մեր երկրի լրջագույն կառույցների գործունեության համար։ Այսինքն դուք նկատում եք, որ այսօր եթե կան խնդիրներ, իսկ խնդիրներ բնականաբար եղել են, ընդ որում երեք իր շատ հետաքրքիր մի հարցազրույց էր տվել հետ նախկին տնօրեն Դավիթ Ղազենյանը, որտեղ շեշտում էր այն մասին, որ իհարկե խնդիրներ եղել են։ Մենք միշտ ասում ենք աշխատել ենք հանձնաժողովի հետ, բարձրացրել ենք այդ խնդիրները, ասել ենք, որ դրանք կլուծենք, նույնիսկ հարց ենք ասում է տվել Մեսրոպյանին, կատաստրոֆիկ վիճակ է, ասել է չէ, իհարկե շտկվող խնդիրներ են։ Այսինքն ինչպես եղավ, որ հիմա այդ շտկվող խնդիրները դարձան այն հասցրեցին խնդիրը նրան, որ դրվեց լիցենզիայից զրկելու հարց Տաշիր ընկերության։ Ես անձամբ որպես կողմնակի դիտոր, սա որակում եմ ծայրաստիճան քաղաքականացված գործընթաց, որովհետև տեսեք, 2015 թվականին Սամվել Կարապետյանը հեծը ձեռք է բերել ծայրաստիճան ծանր վիճակում։ Այս կառույցը սնանկացման եզրին էր գտնվել, ավելին, փաստերով խոսենք, 5 տարվա կտրվածքով իրենք այնքան լավ են կառավարումը կազմակերպել, որ Moody's հեղինակավոր միջազգային վարկանիշային գործընկերությունը տվել է հեծին BA2 վարկանիշ։ Դա ասեմ ավելին, ավելի բարձր է, քան մեր կառավարությանը տրված վարկանիշն է, ասեմ լրացուցիչ ինֆորմացիա։ Հեծի հետ գործընթացների արդյունքում այս 6 ամսյա ժամանակավոր պաշտոնակատարի գործունեության արդյունքում հեծի վարկանիշը BA2-ից իջեցվել է BA3-ի։ Հասկանում եք, արդեն դա այո, մանիպուլյացիաների դաշտ չի, էլի փաստերով առաջնորդենք։ Եթե ամեն ինչ այդքան վատ լիներ, այդ վարկանիշը հաստատ տրված չէր լինի, դա գալիս է փաստելու այս մարդկանց կառավարման լավ հմտությունները։ Երկրորդ, սա ինչ որ փոքր ձեռնարկատիրություն չէ, լիցենզավորման այնպիսի գործունեություն չէ, օրինակ լաբորատորիա չէ, որոնց իսկ հարյուրավոր մեր երկրում դրանցից մեկի փակման հարց չէ, սա ըստ էության դաշտում մենաշնորհային դիրք ունեցող հսկայական պատասխանատվություն կրող ռազմավարական օբյեկտի մասին է խոսքը, որը կրկին ընդգծում եմ մեր ողջ բնակչությանն է առնչվում։ Բնականաբար այդ մասշտաբներում բազմաթիվ խնդիրները հնարավոր են, այսինքն օրինակ սյուների ներքի թափվածությունը այդքան լուրջ խնդիր չէ իմ կարծիքով, ինչպես տենց ամպագորգոր ներկայացվում է։ Ուստի ամփոփելով ասեմ, այս քննարկումները շատ ուշագրավ են, հեծի լիցենզիայի դադարեցումը այս փուլում, երբ ունենք արբիտրաժի որոշում, որ ընդհանրապես պետք է մեր պետությունը պարտավորված էր դադարեցնելու այս գործընթացները, երբ ունենք սահմանադրական դատանու վարույթ, ըստ որի ընդհանրապես պետք է շուտով քննվի այս process-ը,
այս մարմնի կողմից եթե այդ պայմաններում իրավական խնդիրների պայմաններում ակնհայտ քաղաքական ներգրավվածության ու մոտիվացիայի պայմաններում ակնհայտ հակաիրավական մեկնարկի պայմաններում հիմա հեծի լիցենզիան դադարեցվի, բնականաբար հետագա միջազգային ատյաններում այս process-ը բողոքարկվելու է, ես համոզված եմ, այլ հանգրվանը գտնելու ու այս մարմինը լրջագույն խնդիրներ ունենալու այս ընդունած որոշման հետ կապված։ Ես լիահույս եմ, այնուամենայնիվ հանձնաժողովի անդամները հավատարիմ կմնան իրենց մարմնի գործունեության սկզբունքներին, կմնան ինքնավար եւ իրավիճակին քաղաքական հրահանգավորմանը չեն տրվի այնուամենայնիվ։ Թեպետ այն փաստերը, որ բերվեց, նաեւ հեծի նախկին նաեւ տնօրինության ղեկավարության կողմից որ բերվեց այդ փաստարկները Մեսրոպյանի, հանձնաժողովի նախագահի գործող այսօր ժամանակավոր պաշտոնակատարի հեծի Պետրոսյանի մեջ կան անձնական շատ մտերիմ հարաբերություններ, իրենք ուղղորդվում են, սա քաղաքական տեսանկյունից էլի, ուղղորդվում են երկրի ղեկավարի ուղղորդումը կա եւ հստակ փաստեր նաեւ կան, մի քիչ թերակահավատեմ, որ հնարավոր է իրենց հետ կապված ինչ-որ դրական արդյունք ունենալ, չգիտեմ ձեր վստահությունը որտեղից է ծնվում, իհարկե գուցե փաստերի ակնհայտ ես ուղղակի լավատես եմ, եւ մենք արդեն վաղուց պետք է դադարեինք լավատես լինելուց, բայց ամեն անգամ գոնե այդ վերջնական որոշում կայացնելուց առաջ ես չգիտեմ, փորձում եմ մարդու պարկեշտությանը ու պրոֆեսիոնալիզմին այնուամենայնիվ ապավինել, մինչև իրենք հակառակը չեն ապացուցում։ Դիմելու են մեկ հարց եւս, սա արդեն ոչ թե որպես մասնագետ սահմանադրագետ եմ հարցնում ձեզ, այլ որպես հայ քաղաքացի։ Ձեր մտավախությունը չկա, որ ռազմավարական այս օբյեկտը կա, որովհետեւ հստակ տեղեկատվություններ արդեն հանձնաժողովի անդամները Թուրքիայում են եղել եւ այլն թուրքական կամ ադրբեջանական ինչ-որ ընկերությանը վաճառելու հետ կապված չկա ձեզ մոտ որպես սպառող նման անհանգստություն։ Որպես հայ մարդ եւ քաղաքացի եւ մարդ կրկին ընդգծում եմ, ում անմիջապես առնչվում է այս իրավիճակը, որովհետեւ կրկնում եմ, սա ուղղակի ինչ-որ անուղղակի խնդիր չէ քննարկում, սա բոլորիս կյանքի որակին ուղղակիորեն ու ասեմ ավելին, մեր ազգային անվտանգության խնդիր է։ Իհարկե, ես տագնապած եմ այդ տեղեկատվությամբ, որ շրջանառվում է առայն, թե իբրև հնարավոր են թուրքական եւ ադրբեջանական իրական շահառուներ, ովքեր հիմա հետաքրքրված են հեծի նկատմամբ սեփականության իրավունքի ձեռքբերմամբ։ Բնականաբար սա լրջագույն ահազանգ է, սա պետք է լուսաբանվի եւ այս հարցին պետք է խոշորացույցով հետևեն իդեմ ձեզ զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների։